Աննորի ամեն հայրմեր օրերգենսիաս Սուրբ Երեցանունքո եկեցի արքայությունքո եղեցին գամքո որպես երգենս եվերգրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թողմես բարդիս մեր որպես մեկ տոնք մեր հոսպարդամանած եւ մի դանիրս մեզ փորձություն արբիգյազ մեզ ճարե զիքո արքայություն եւ զորություն եւ պարքը վիդյանս ամեն ողջուն քեզ Մարիամ Միշնարոք դերն քեզ Ortniale stuiganais, e ortniale bedo vorovainicò Iisus, Sărpii Mariam, mai rasăzo, pare hosia vasem merme aurasës, ajëm je vijamu van mero, amen. Parkori vortvo e vokuin sërpo, ajëm je misht, e avidjanës, avidenic, amen. Ինչպես միշտ սկսենք հարցում գա արդյոք Շատ բարի եթե հարցում չի գա երտանք մեր անկանակ հավատով Այսօր գեստորին հանդիպում ունեցա մի քանի երիտասարդների հետ իրենք էլ ցանկանում են կրոնագիտություն հետևել կրոնագիտության դասընթացի հետևել բայց այսօր չայնասած էի բայց չայնությամբ չէ որ խոսեցի այլ հարցումով 15-16 հոգի են այսօր 7 հոգին եկած է եւ այդ 7 հոգիներին հարցրեցի ցեզ մե ովևէ մեկը կա որ վերջին 6 հանդիպումին ներկա էր պատասխանը չի գար ոչ մեկերին 6 անգամ վերջին 6 անգամներին ներկա չէր մեկ ուքան մեկ չեն կար տարբեր բաժաններ ունին դուք ալ նույն ծևով ցեզ մեկ քանի հոգի վերջին 6 մեր հանդիպումներին հետևեցիք Ձեր կողը մի քիչ դարբերություն կա այդ իմաստով որ այս ամենը մենք ոչ միայն ցայնակրում ենք այլ նաև նկարահանում ենք եւ դնում ենք հանդեղը որ կարողանանք այդ ամենը դեսնել ցեզ մեկ քանի հոգի կա որ երբ որ բացակայում է նայում է ես չեմ գիտեր թե ով նայում է բայց գիտեմ քանի հոգի նայում է եւ նայողներն թիվը չի համապատասխաներ մեր անձերին ովքեր հետևում են այս մեր հանդիպումներին երեք մենք ժողով ունեինք քահանաներ եւ Մարիան Ալգար այդ ժողովին եւ երկու քույր Նարինե եւ քույր Մարիամ եւ խոսում էին այս դասների մասին եւ նաեւ ինչ է սպասվում է որ այս դասները հետևողները կարողանան իրենք իրականացնել ծեր դուք իրականացեք ծեր դարածքի մեջ ծեր քյուրի մեջ անոր մասին չեմ ուզել ոչ մեկ բան ասել որովհետեւ սխալ չի հասկանանք
Հիմա ցես հարց տվեցի, որ վերջին 6 հատին ցես մով գա, որ այդ 6 հատինար ներկա էր։ Դուք ինչպես Ես չեմ ներկա լսել։ եմ Ես ներկա եմ եղել, միայն մեկ դասի ներկա չեմ եղել կամ երկու են եմ դիտել եմ նորից։ Ես բոլոր դասերին ներկա եմ եղել։ Վերջին 6 հատին ներկա ես եղել։ Այո, հա, 6-ին եմ ներկա եմ եղել։ Հա։ Ես Շատ էլ եմ լավ։ ներկա եղել։ Ես նոր եմ խմբի մեջ գրանցվել։ Այո, դեսա։ Մեկ օքի որ ոչ միայն վերջին 6 հատին, այլ ամբողջ տարվա մեր թողարկումներին եւ մեր այս խոսքերին բան ներկայացած անշուշտ Լիլիթն է, որ ինքն է որ մեզ միացնում է մեր շնորհակալությունը գայտնենք իրեն, որ նաեւ այսօր բան ազատ օր է այսանի մեջը եւ կորձի աչեգա, բայց ավասիկ մեզ միացուց։ Ուրեմն ավադամքին մեջ ասում ենք նույնինքն իպնուտեն հոր, ասենք որտի աստված նույնինքն իպնուտեն հոր, որով ամենայն ինչ եղև երգինս եւ երգրի երևելիք եւ աներևույթ։ Սուպերտյան երեք անձերն էլ նույն բնություն ունեն։ Աստվածային բնությունը, այսինքն երեքն էլ անսկիզբ եւ հավիտենական են, երեք անձինք, բայց երեքն էլ միասին մեկն են։ Դա ինչ որ հանելուկ չէ եւ ոչ էլ մաթեմատիկական լուծելի կամ անլուծելի մի խնդիր։ Դա մի խորհուրդ է, որը նշանակում է, որ մեր կարողությունների սահմաններում կարող ենք ըմբռնել միայն դրա մի մասը։ Բայց խորհուրդը շատ ավելի խորն է եւ որքան էլ խելացի լինենք, չենք կարող այն ամբողջությամբ հասկանալ։ Այդ խորհուրդը լիովին հասկանալու համար անհրաժեշտ է Աստված լինենք։ Երեք անձինք, որ իրար հետ հավերժ հարաբերության մեջ են, միաժամանակ մեկն են։ Ամեն ինչ արարել է Հայր Աստվածը։ Նա այդ ամենը արարել է որդի Աստծո միջոցով։ Սուրբ Հովհաննես Ավետարանիչը իր ավետարանի առաջին դողերում հստակորեն ասում է, որ ամեն ինչ նրանով եղավ։ Երբ ասում ենք ամեն ինչ, պետք է հասկանանք, որ ոչինչ գոյություն չունի առանց Հայր Աստծո արարման։ Եվ այդ ամենը արարվել է որդի Աստծո միջոցով։ Երևելի, այսինքն պետք է հասկանանք այդ ամենը ինչ նյութական է, իսկ աներևույթ ասելով պետք է հասկանանք այն ամենը ինչ նյութական չէ։ Նույնիսկ այն արարածներին, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք եւ ոչ էլ կարող ենք գիտենալ։ Ուրեմն ինչ որ ստեղծված է Հոր Աստծո կողմից եւ ստեղծված է Սուրբ Յորքյան երկրորդ անձի որդու միջոցով։ Աստծո լոգոսը, Աստծո խոսքը, Աստծո բանը, Աստծո դավարը, ինչ որ գործած ենք, միայն հասկանանք, որ սա ինչ որ մենք
մեծ բախտավորություն ունենք գիտենալու, որ Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն ամեն ինչ իր միջոցով եղավ, բայց մեկ գործողություն է, երեք գործողություն չէ, այլ որտի եւ Սուրբ Ոգի ամեն մեկը տարբեր գործողություն չան, մեկ գործողություն է, նույն գործողությունն է, մեկը անողն է, Մույսի միջոցով լինում է եւ Սուրբ Երրորդության երրորդ անձը Սուրբ Ոգին այդ ամենը գարքի մեջ ծնողը, հաղորդություն եւ հաղորդակցություն ստեղծողը եւ ամեն ինչը շիդակ ծևով շարունակում է, որ գոյություն ունենա։ Սա է գեղեցկությունը, երբ հասկանանք ոչ թե Սուրբ Երրորդությունը հասկանանք, այլ հասկանանք ամեն մի անձի թերը, ամեն մի անձի կատարածը այդ արարչական գործի մեջ։ Մեկ գործողություն է, բայց երեքն էլ մասնակցում են այդ ամենին։ Եվ խոսելով Հիսուսի մասին, շարունակում ենք, որ հաղաքս մեր մարդկան եւ վասն մերով բրգության իջել երկնից մարմնացավ, մարտացավ, ծնավ, կատարելապես հիմարյամա սրբով ուսեն հոգով սրբով, որով է արմարմին, զոքին եւ զմիդ եւ զամենայն, որին չեմատ, ճշմարտապես եւ ոչ կարծոք։ Ուրեմն Հիսուս, որ մարմնացավ, մարտացավ, որ հաղաքս մեր մարդկան եւ վասն մերով բրգության, սա որքան կարևոր է որ հասկանանք եւ սա կհասկանանք ավելի հստակորեն, երբ կարտանք Հովհաննեսի ավետարանը 3-րդ գլուխ 16-րդ նախատասություն։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին, որ ով որ հավատա չի գործի, այլ ունենա ավետարանական կյանք։ Ուրեմն մեզ համար է, որ Սուրբ Երրորդյան երկրորդ անձը ընդունեց մարդ դառնալ, մարդ լինել, մեզ նման ամեն ինչով, ինչպես ասում է Սուրբ Պողոս, ամեն ինչով մեզ նման բացի մեղքից։ Եվ այսօր մասին խոսել եմ, հիմա խոսիմ, նորեն պետք է խոսիմ եւ բացատրեմ, որ կարևոր գետը հոստեղը այն է, որ մենք հասկանանք Հիսուսի ինքնությունը, Հիսուս, որ 1000% մարդ է եւ 1000% Աստված է, եւ Հիսուսի մեջ գա երկու բնություն, մեկ անձ, երկու բնություն, եւ այդ երկու բնության մեջ նաեւ ուրեմն գա Հիսուսի մեջ գա մարդկային հոգի, Հիսուսի մեջ գա մարդկային միտք, մարդկային գիտելիք, մարդկային կամք։ Եվ սա է, որ մենք միայն աղոթքով պիտի կարողանանք հասկանալ եւ պիտի կարողանանք տեսնել, թե ավետարանը ինչպես պիտի կարտանք եւ ինչպես հասկանանք ավետարանը, որտեղ չափազանց կարեւոր է այս ամենը։ Իսկապես Հիսուսի մեջ երկու բնություն է եւ Հիսուսի գիտությունը որպես մարդ ամբողջովին տարբեր է մեր մարդկային գիտությունից ավելի է, այո։ Ինչու՞։ Որովհետև մենք մարդիկ, այսինքն մեր մեղքերի պատճառով եւ մեր ծրվածության պատճառով շատ բաներ մենք չգիտենք, բայց այդ անձը որ եւ տեսնում ենք սա
ոչ միայն այդ հանճարեղ մասնավորությունները, որ շատ գիտելիքներ ունեն եւ շատ գիտելիքներ կարող են գուտակել եւ կարող են շատ խնդիրներ լուծել, խնդիրը միանանիգա չէ, այլ տեսնում ենք մարդկանց մեջը անբիսիներ կան, որ իրապես շատ ավելի երբ որ կարդում ենք որոշ սուպերի մասին, երբ որ կարդում ենք այդ սուպերը, որոնց մասին խոսվում է, որ խոսանակի ժամանակ կարողանում են կարդալ դիմացինի հոգին եւ ասել դիմացինին այդ ինչ որ իրենք մոռացել են, սա մենք ընդհանրապես ասում ենք, որ աստվածային մի բան է, բայց սա չի նշանակում, որ Աստված այդ մարդուն հadouk մի շնոր է անում, որ այդ մարդուն այդ մեղքը կամ այդ դվյալ բանը իմանա։ Սա ավելի մարդկային բնության մեջն է, մարդը կարող է դա ունենալ, երբ որ ինքը իրապես միացած է իր հոգևոր կյանքին։ Նաև կան անձինք, ովքեր ոևէ հարաբերություն չունին կրոնքին հետը եւ նաև որովհետեւ այնքան ներքին կյանք ունեն, որ քրիստոնյա ներքին կյանք չէ, այլ հոգևոր ներքին կյանք է, իրենք նաև կարողանում են շատ բան տեսնել, հասկանալ, որ ընդհանրապես մեզի պես մագանացուները չեն կարող այդ ամենը չունենք մենք, չեն կարող ունենալ։ Մարդը շատ ավելին է, քան ինչ որ մենք տեսնում ենք, քան ինչ որ մենք գիտենք։ Սա կարևոր է հասկանալ եւ սրա համար երբ որ Հովհաննես Ավետարանիչը խոսում է Հիսուսի մասին եւ ասում է Հիսուս կարիքը չուներ, որ ոևէ մեկը մի բան ասեր ուրիշի մասին, որտեղ ինքը գիտեր, սա իր աստվածային գիտությունը չէր, մարդկային խոր գիտությունն էր Հիսուսին, որ Հիսուս գիտեր այդ ամենը որպես մարդ, մի մարդ, որ իրապես շատ մոդիկ է իր աստվածության հետ։ Ուսա մի քանի հարց առաջացնում է ձեր մեջը, որովհետև ինձ համար ամենակարևորը իմ հետս համամիտ լինելը չէ։ Կարևորը մտածելն է։ Ես երբեք չեմ խնդրած եւ չեմ պահանջած ոչ մեկից, որ համամիտ լինեք իմ հետս։ Այսօր երիտասարդներին հետ որ խոսում եմ, նույն իրենց եւս կրկնեցի, ասեց սա նորություն չէ, առաջին տարի, որ ես քահանաց ընտրվեցի, կարոզեն վերջը, երբ որ ոևէ մեկը ինձ ասում էր հայրանդան լավ կարոզեցիր, սա անիմաստ բան էր ինձ համար։ Միայն կնշանակե, որ համամիտ ես իմ հետս։ Եվ անշուշտ պատահել է, որ ասեցին, որ կող չենք կարոզել, անիմաստ է, կնշանակե, որ համամիտ չես։ Ինձ հետաքրքրողը միայն մեկ հատն է, որ անշուշտ շատ էր եղան, որ բادرակեն վերջի եկան եւ ասեցին այդ 52 տարիների ընթացքում սկիզբ շատ ավելի էր, անշուշտ, բայց վերջը մարդիկ ոչ ալ խոսին, երբ ասեցին, որ հայրանդոն քու ըսածը մտածել տվավ։ Եվ այդ երիտասարդները, որ նստած էին սենյակին մեջը, իրենց ասեցի, որ ինձ համար միշտ ոևէ մեկի հետ, որ ես հանդիպում կունենամ, եւ որ իմ սենյակից դուրս կգան, կարևոր է որ մտածեն իրենք իրենց համար եւ իրենք իրենց որոշումը կայացնեն։
եւ ոչ թե իմ հետս համամիտ լինեն կամ ոչ։ Անիկայի գրտական է։ Ոչ մեկ արժեք չի ներկայացնել, որ իմ հետս համամիտ կլինեք կամ ոչ։ Հարցումներ միշտ պատրաստ եմ պատասխանելու կրծածից չափ կարողությանս համաներու մեջ։ Եվ կադեներ անշուշտ պետք է երտամ եւ ընտրեմ այդ հարցումների պատասխանը։ Ուրեմն Հիսուս ուներ երկու գիտություն, երկու կամք եւ որովհետեւ ինքը միշտ աղոթքի մեջ էր եւ աղոթքը, այսինքն խոսակցություն հոր հետ խոսակցության մեջ էր, մինչեւ վերջը ինքը գիտեր հոր կամքը որն է եւ այդ հոր կամքին համաձայն է որ ինքը գնում էր եւ նաեւ անշուշտ իր կյանքի մեջը ունեցավ ժամանակներ որ մերձ հարցումների առաջ գտնվեց եւ գարիք ուներ ավելի շատ աղոթքի եւ ավելի հանդիպումի փորձությունները որ անաբադի մեջ ունեցավ նորեն նույնն է մեծ խնդիր էր իր արջևը գար հնարավորություն տարբեր ձևով իր գործունեությունը իրականացնի եւ պետք է մտածեր աղոթեր 40 օր աղոթեց որբեսի իրապես հասկանա թե լավագույնը որն է ինչպես պիտի կարողանա լավագույն կերպով իր ասուծո հոր ծրագիրը որ նաեւ ինքը որտեղ ռում էր այդ ծրագիրը իրականացներ ինչպես պիտի աներ նաեւ տեսնում ենք ամբողջ գիշերը աղոթում է երբ պիտի ընտրե 12 առաքյալները ինքը 12-ին շատ ավելի ուներ անցիկ որ իր շրջանակի մեջն էին եւ տեսնում ենք որ ինքը 70 հոգի ուղարկում է երկու բայց 12-ն է որ հadouk խումբ են եւ այդ 12-ին մեջը 3 հատը էլի հadouk ներքին խումբ է Հարտապետ ջան, ոսկդ կդրեմ, այսօր վնոտ Հակոբոսի ընթերցվածքի մեջ ասեց ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի թե Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում, ինքն էլ չի փորձում։ Իսկ չի փորձում ոչ ոքի, իսկ անապատի փորձությունը միթե չարից չէր։ Հակոբոսի նստած ինչ է ոչ մեկերնի թող չսե որ Աստծուց փորձվում եք Աստված չի փորձեր այսօրվա այդ ընթերցումը շատ գեղեցիկ է Այստեղ գրված է, քանզի Աստված չարից չի փորձվում։ Ինչու է այս նախադասությունը գրված։ Ինքն էլ չի փորձում։ Աստված ինքը չի փորձվում եւ ոչ էլ փորձում է Իսկ Քրիստոսը միթե չփորձվեց։ Քրիստոսը ինչ որ Քրիստոսի փորձության մասին որ խոսում ենք իրականության մեջը Քրիստոսը գտնվում էր մի վիճակի մեջը ուր պետք էր որոշումներ կայացնել Հա, վարդապետ ջան, բայց այնտեղ գրված է որ Սուրբ որքանով հիշում եմ, հիշողությամբ եմ ասում, կարծեմ գրված է որ Սուրբ Հոգին տարավ Քրիստոսին չարից փորձվելու, սատանայից փորձվելու։ Շատ բարի որովհետև չարը գոյություն ունի չարը գոյություն չունի չէ
ճարը գոյություն ունի։ Երբ որ գարտանք այս ամենը շիդակ ցևով պետք է ամեն ինչը իր շիդակ շրջանակի մեջ դեսնենք։ Ուրեմն ինչ որ ավետարանիչը մեզ ասում է, որ սուրբակով ինքը գնաց փորձվելու, որ եթե դարբեր ցևով պիտի պատմեմ նույնը, պիտի ասեմ, որ Հիսուս Սուրբակին իրեն դարավ անաբադին մեջը, որպեսզի ավելի լավ մտածի այդ ամենի մասին։ Եվ իր որոշումը կայացնի մեկ կողմ կամ մյուս։ Եվ բուն նպատակը այն է, որ ավետարանիչը ուզե մեզ ցույց տալ, որ Հիսուս փորձվեց ճիշտ նույն ձևով, ինչպես հրեաները փորձվեցին, երբ որ Եգիպտոսից դուրս եկան։ Իրենք երեք փորձություններ ունեցան, այդ երեք հատնալ իրենք ցախողվեցին։ Եվ ավետարանիչը մեզ ցույց կտա, որ Հիսուս այդ փորձությունները ունեցավ, բայց հավատարիմ մնաց Աստծուն։ Եվ փորձության նպատակը եւ արդյունքը եւ այդ ամենը ամբողջովին տարբեր է, քան ինչ որ Հակոբոսը մեզ ասում է այսօրվա մեր ընթերցումին մեջ։ Ամբողջովին տարբեր է։ Որովհետեւ Հակոբոսը այսօր մեզ ասում է, որ այդ փորձությունները, որոնց մենք ենթարկվում ենք, նաեւ երբ որ կմտածենք այդ փորձությունը, որ հրաներ ունեցան, երբ անաբադին մեջն էին, ասված էր, որ իրենց փորձում էր, չէ։ Բայց որ իրենց ապրելակերպին մեջը խնդիր եկավ։ Եվ այդ խնդրին մեջը իրենք վստահություն չունեցան Աստծո հանդեպ։ Հիսուս ունեցավ։ Հիսուս 1000% վստահեց եւ վստահեց ոչ թե միայն իր մտքին մեջը, այլ նաեւ օգտագործելով Աստվածաշունչի խոսքերը, ինքը սատանային դեղը դրավ, ասելով, որ սա ամբողջովին ու ձիրետ դուրս է եւ ես գիտեմ ինչ պիտի անեմ։ Նաեւ երբ որ ավելի մոդիգեն կուսումնասիրենք եւ ելքի պատմության այդ փորձությունները եւ Հիսուսի փորձությունները, Հիսուս կարող էր այդ փորձության դարբեր պատասխան տալ առանց մեղք գործելու։ Որովհետև երբ որ սատանան ասում է, եթե Աստծո զավակ ես, Աստծո որդի ես, դու կարող ես աշխարհից հաց դարձնել։ Ուրեմն, եթե հաց դարձնե, սխալ բան կա ունդը, սխալ չի կա։ Ուրեմն, ամբողջովին դարբեր մակարդակի փորձություն է։ Իր առաքելությունը ինչպես պիտի անե, մեծ գործեր անելով կամ միայն Աստծո խոսքը քարոզելով։ Մեղք չի գար Հիսուսի փորձությունների մեջ մեղք չի գար, բացի երրորդը, որ սատանան գսե երկրպագ է ինձի։ Ո՞ն է մեղքը։ Եթե ոչ առաջին երկուքին մեջը չի գա, մեղք չի գա, եթե Հիսուս դարբեր պատասխան դար եւ դարբեր ձևով վարվեր։ Իսկ Հակոբոսի պատմածը ամբողջովին դարբեր պատմություն է, չէ՞։ Որովհետեւ ինչի մասին խոսում է Հակոբոսը։
Հակոբոսը խոսում է մեր մասին, որ մենք շատ անգամ շատ սխալներ անում ենք եւ կարծում ենք, որ այդ վատ կապարները, որ ունենք, որ գալիս են եւ մեզ մեղքի ղրգում են, այդ ամեն Աստծուց գալիս է։ Մենք ասում ենք, ոչ, անանք մի մտածեք, անանք բամբինեք։ Հասկացա, Ես Վարդապետ ջան։ Ես ինչ որտեղ կարդացել էի, որ գրված էր, որ Աստված չի փորձե այն մարդուն, ում որ կատարյալ գիտե, ու գրված էր, որ եթե փորձություն քու քու կյանքումը, ուրեմն դու Հիսուս Քրիստոսի պես դի պատասխանես, որ գրված է, ինչպես որ Հիսուս Քրիստոս փորձվեց անապատում եւ հաղթեց սատանային։ Ուրեմն անշուշտ Հիսուս մեզ իր կյանքով, իր օրինակով մեզ սովորեցնում է, թե մենք ինչ պետք է անենք։ Եվ Հիսուս մեզ սովորեցնում է, որ երբ որ մենք Աստվածաշունչը լավ հասկանանք եւ Աստվածաշունչով մենք ապրենք, մենք կունենանք 1000% վստահություն Աստծո վրա։ Հիսուսի փորձությունները սա է, որ մեզ սովորեցնում են, բայց Հակոբոսի խոսածը փորձության մասին ամբողջովին դարբեր մի բան է։ Փնտրում եմ այդ դեղը այսօրվա ընթերցում են։ Մեկն է, Վարդապետ ջան, Հակոբոս 1:13 էր, ինչ է։ Գիտեմ, էջը կփնտրեմ միայն։ Դեղը շատ լավ գիտեմ։ Եղբայրներ, ամենայն ուրախության արժանի եղեք երբ տեսակ փորձությունների մեջ ընկնեք, իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անտերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով բագաս չլինեք։ Իսկ եթե ցեզնից մեկը իմաստության բագաս ունի, ոնդեպան Աստված չէ, որ մեզ փորձում է։ Մեր փորձությունները գալիս են մեր կյանքից։ Հիսուսի փորձությունը նորեն կգրկնեմ պետք է ինքը որոշեր, թե ինչ ձևով իր առաքելությունը պիտի իրականացնի։ Եվ նաև եթե խոսել եմ, ինչպես ասկի առաջ խոսել եմ, որ ազատություն ինչ կնշանակե։ Ազատությունը ոչ թե բարու եւ վատի միջև է, այլ երկու բարիքների միջև ընտրելն է։ Եվ Հիսուսի համար նույնն էր փորձությունը անել բարիք, ոչ թե իր արջևը մեղք կար եւ ինքը մեղքեն պիտի հրաժարվեր, ոչ, իր արջև միայն, ինչպես ասեցի, երրորդն է, որ ասում է, որ երկրպագ է ինձ, եթե ոչ մյուս երկուսը ինքը կարիք ունի, այսինքն կարելությունը ունի հրաշքներ գործելու եւ այդ հրաշքներով մարդիկ հավաքելու, հացը բաժանելով հազարավոր մարդկանց, կամ այդ ամեն բուժումները անելով հավաքել մարդկանց, ինքը անում է այդ ամենը, ոչ թե չի անում, բայց չի գործածում այդ ամենը
որպես միջոց ժողովուրդ իրեն հավաքելու համար։ Ինքը անում է ոչ թե ցույց տալու համար Հիսուսի բոլոր հրաշքները։ Ոչ մեկ հրաշք չի գա, որ Հիսուս անում է ցույց տալու համար իր հնարավորությունը, այլ միշտ տեսնում ենք, որ ցավ է զգում այդ հիվանդների բարակային, նաև երբ որ քաղցած են եւ 5000 հոգի ինքը գերագրում է, ինչու անում է, ցույց տալու որ կարող է անել, որքան որ մարդիկ հետո սխալ հասկացան եւ բանի Հովհաննեսի ավետարանի մեջ գարտում ենք, որ երբ որ Հիսուս գիտեցավ, որ պիտի կային եւ իրեն առնեին սիբեին, որ թակավոր լինի, փախավ, առանձնացավ, որովհետեւ ժողովուրդի տեսակետը ինչ էր, երբ որ տեսավ այդ 5 հացը եղավ 5000, ուրեմն իրենք ասեցին, որ եթե 5 հացը գլա 5000, 5 ցիերը կլինեն 5000, 5 սուրերը կլինեն 5000, 5 զինվորները կլինեն 5000 եւ հռոմեացիներին կմաքրենք։ Եվ Հիսուս կարող էր անի անել, բայց ինքը դրա համար չէր, որ եկած էր։ Եվ մինչև այսօր կան անցիկ, որ սխալ կմեկնաբանեն ամբողջ ավետարանը, Հիսուսին սխալ կմեկնաբանեն, ասելով, որ ինքը ցախողած մի հեղափոխական էր։ Վարդապետ, ձեր խոսքից ես այնպես հասկացա, որ Տեր Հիսուսը հացի բազմացումը արեց, որովհետև ինքը խղճաց ժողովրդին։ Բայց ես օրինակ մի այլ ձևն եմ ավելի շատ մտածել, որ ավետարանի մեջ 6 անգամ է հիշատակվում հացի բազմացումը, 4 անգամ, որքանով գիտեմ, ավետարանների մեջ 2 անգամ բաների, թղթերի։ Ես այսպես եմ մտածում, որ այդ դեպքը եղավ մեզ համար, մեզ ծերուններիս համար, որպեսզի մենք տեսնենք դրա մեջ Սուրբ Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը եւ ավելի մեզ համար բացահայտ լինի։ Դες շատ հստակ գրված է հացը բաբատկելուց առաջ Հիսուս ասում է, որ տեսեք, 3 օրեր իմ հետս են, չեմ ուզեր, որ երտան եւ ճամփան գտնան նվաղիլ։ Այս խոսքերը գործածում է Հիսուս։ Անշուշտ եւ մանավանդ Հովհաննեսի ավետարանի մեջը ամբողջովին դարբեր ձևով ներկայացվում է այս հրաշքը, որովհետև ինքը այդ հրաշքի մասին խոսելուց հետո երկար բացատրություն է տալիս, որ Հիսուս ինքն է կյանքի հացը։ Okay. Բայց երբ որ խոսում է, ասում է, որ աշակերտներուն հարցուց ինչ պիտենենք։ Եվ Հովհաննեսը ասում է, ինքը գիտեր ինչ պիտենե, բայց փորձելու համար է, որ Ֆիլիպոսին հարցուց։ Եթե ոչ ինքը գիտեր ինչ պիտենե եւ ինչու համար պիտենե։ Մույս ավետարանների մեջ կարդում ենք, որ ինքը մտահոգ է եւ անոր համար է, որ ինքը գերագրեց։ Հիմա մեկ գործողություն, որ լինում է, մենք կարող ենք մեր կյանքի մեջ եւս մեկ բան, որ պատահում է, կարող ենք այդ ժամանակ տարբեր ձևով մեկնաբանել, հետո մեր կյանքի ընթացքում այդ ամենը տարբեր իմաստներ ստանան, բազմապատկվի իմաստները, բայց սկզբնական իմաստը որն է, սկզբնական նպատակը որն է, անիկա պետք է որ նաև անոր մասին մտածենք եւ շատ լրջորեն մոտենանք այդ ամենին, առանց հրաժարվելու մնացած մեկնաբանություններից, բայց առաջինը դա էլ կարևոր է։ Եվ Հիսուսի համար անշուշտ
այդ նաև հացը եւ նաև բանի Հովանեսի ավետարանի մեջը որ հետո այդ ամբողջ գլուխը 6-րդ գլուխը այդ ամբողջ գլխի մեջը Հիսուս խոսում է հացի մասին, հացի կարևորության մասին, այդ մանանայի մասին, որ իր հայրն է որ դվեց մանանան եւ ոչ թե Մովսեսը, այդ ամենը իսկապես մեզի գուցե սորվեցնել հաղորդության մասին։ Հովանեսը մեզի չի խոսիր վերջին ընտրիքի մասին, որ Հիսուս հացը արավ եւ ասեց արեք կերեք, անոր մասին բան չի խոսիր։ Բայց եթե Հովանեսը մեզի 6-րդ գլուխը դված չլար, մենք բավական դժվարություն պիտի ունենայինք հասկանալու այդ Հիսուսին ըրածը վերջին ընտրիքի ժամանակ։ Բայց իր 6-րդ գլուխը մեզ շատ բարձրեն հայտնում է եւ ասում է, երբ որ ասում է որ արեք երեք սա իմ մարմինն է եւ երբ որ այդ գերեք բառը գործածում է, փայը որ գործածում է հունարենով սա բան զամմել բառն է, զամմելով ուդել բառն է։ Եվ սրա համար է որ կաթողիկները եւ բացատրում են, ասում են որ Հիսուս ոչ թե խոսում է իր վարդապետության մասին, որ մենք պետք է այդ վարդապետությունը ուտենք, չէ։ Ասում է որ իմ մարմինը, իմ այդ միսը պիտի ուտեք, պիտի ծամեք։ Սրա համար այս ամենը որպեսզի մի քիչ ավելի լայնորեն հասկանանք, շատ ավելի խորը պետք է երթանք այդ ամենին նկատմամբ։ Բայց շատ հստակ Հիսուս ասում է, ավետարանը ասում է խղճած։ Եվ նույնիսկ սկիզբը այդ ամենին ինչպես պատահեց, ինքը առաքյալները ղրգած էր, որ երթան գյուղերը, 12-ը ղրգած էր, երթան գյուղերը, վերադարձան եւ մի քիչ մտածենք ոչ թե 21-րդ դարու, նաեւ 21-րդ դարու մարդկանց պես մտածենք, երբ որ ես հիմա ուղարկեմ որոշ անցիկ երթան որոշ բաներ անեն եւ որ վերադառնան ամենք նրան բիդուզեն ինձ պատմել ինչ արեցին, չէ։ Եվ աշակերտները մանուկների պես կուզեին կար ամեն մեկը կուզեր պատմել թե ինչպես ինքը բաննաս թևերը հանեց, հիվանդները բուժեց, ասրավ, անրավ, այնքան սերիկ կար եւ ժողովուրդը այնքան շատ էր որ գալիս էր Հիսուս ասաց որ եկեք ամայի դեղ երթանք եւ ամայի դեղ կացին եւ երբ որ ամայի դեղ կացին որ ուզեն հաց ուտել քիչ մանկստանալ բայց երբ որ Հիսուս քիչն է նավագեն դիտքը մարդ կդեսնե նորեն գսե Հիսուս խղճած որովհետև ոչխարների նման էին, որ հովիվ չունի։ Եվ սկսավ, այսինքն որքան որ ինքը հոգնած էր, բանը ինքը նաև սկսավ սովորեցնել։ Ինքը իր մասին չէր մտածում էր մյուսներու մասին, եւ երբ որ ժամանակը ուշ եղավ, նորեն խղճած իրենց վրա եւ կերակրեց, որ չնվաղին Բուն նվադականի հոն է, բայց ուրիշ նվադակները կարող ենք մեջը դեսնել ինչու չէ։ Նորեն, բոլոր իր հրաշքները, որովհետև կխղճա և կուզե առողջացնել։ Մարմնացավ, մարտացավ, ծնավ, կատարել ապես Մարիամա սրբող ուսեն հոգվով սրբող, որով է առ մարմին, հոգի և
զմիդ եւ զամենայն որին չէի մարդ ճշմարտապես եւ ոչ կարծիք բավականին խոսել եմ ցեզի որ Մարիամեն արավ մարմինը եւ չափազանց կարեւոր է այս կետը Ամարքանց հանդեպ Աստծո ունեցած սիրո արտահայտությունը, որ հակս մեր մարդկանց, այսինքն մարդկանց մեզ եւ մեր բրգության համար է, որ այդ ամենը եղավ, որտի Աստվածը մարմնացավ, այսինքն մարմին արավ, այստեղ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե ինչպես պետք է հասկանանք մարմին առնելը։ Ինգդագարանի մեջ մարդուն ենք, որ կարդում ենք, որ Աստված իր հրեշտակներին զանազան առիթներով ուղարկեց մարդկանց մոտ։ Այդ հրեշտակները գալիս էին բարձ մարդկային կերպարանքով եւ բարձրորեն զրուցում նրանց հետ փոխանցելով Աստծո պատկամը։ Դա լինում էր մարդկային կերպարանք առնելով եւ ոչ թե մարդ լինելով։ Երբ որտի Աստվածը մարդացավ, նա սկսեց հենց սկզբից, այսինքն ծնունդ արավ մի կնոջից։ Այդ կինը անշուշտ Սուրբ Մարիամ Աստվածամայրն է։ Մարիամից ծնունդ առնելը հետևյալ ձևով եղավ։ Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվեց Մարիամի մոտ, որպեսզի նրան հարցներ, թե արդյոք ցանկանում է բրգչի մայր լինել։ Մարիամը պատասխանեց, որ ինքը գույս է։ Հրեշտակապետը ասաց, որ նա Սուրբ Հոգու միջոցով պիտի հղիանա։ Սուրբ Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր եղույթյան առաջին իսկ վարյանին Աստված անմիջականորեն ստեղծում է այդ սերմնավորված ձվի հոգին։ Հիսուսի բարակայում սերմնավորված ձվի համար նոր հոգի չստեղծվեց, այլ Սուրբ Երրորդության երրորդ անձը, որտի Աստվածը դարձավ այդ սերմանվող ձվի հոգին։ Այսպիսով, որտի Աստվածը Հիսուս Քրիստոսի մեջ կատարյալ մարդ եղավ, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված։ Okay. Հարցերունիք Այո, հայր Անտոն, կարելի է վերջի միտքը նորից կրկնեք, եթե դժվար չէ։ Համ գրեմ գա, համ դա օր ավելի ճիշտ հասկանամ։ ամեն անգամ, որ հղիություն տեղի ունենա, սա միայն մարդկային մի բան չէ։ Նաև հոնդերը պետք է հասկանանք հոգի բառը ինչ կնշանակի։ Այսինքն, երբ որ անասուններին մեջը անասունների մասին կխոսենք, անասունները հոգի ունին, բայց անասունի հոգին ամբողջովին տարբեր է եւ միայն ֆիզիկական մի բան մնե, որ տեղի կունենա, երբ որ հղիություն կա։ Գադվի, շնի եւ ուրիշ անասունի հղիության ժամանակ հոգի կա, բայց այդ հոգին մարմնական հոգի է եւ ոչ թե հոգի այդ իմաստով, որ մենք հասկանանք հոգին։ Ուրեմն միայն մարդու բարակային է, որ երբ որ ծնողները հարաբերություն ունենան եւ ծուն հավասիկ սերմնավորվի, այդ վարքյանին, սերմնավորվան վարքյանին Աստված մի նոր հոգի է ստեղծում եւ այդ հոգին անմահ է եւ այդ հոգին ինքն է, որ միացնում է այդ մարդու բոլոր մասերը եւ հավասիկ այս անգամ Սուրբ Հոգին է, որ այդ միավորումը բան իրականացնում է։
Եվ սա է դարբերությունը, որ հոնդեղը չկա, դղամարդու սերմ չկա Հիսուսի հղույթյան մեջը։ Միան ձուն կա Մարիամից, բայց սերմ չկա։ Սուրբ հոգին է, որ լինում է այդ սերմը, կամ դնում է այդ հղիությունը իրականացնում է առանց մարդկային միջամտության։ Ուսան բավական հստակ է։ Այո, շատ շնորհակալ եմ։ Okay, ուրիշ հարց։ Լավ, եթե չկա, արի քիշերս եմ ձեր բոլորին, Այո, մի հարցում կարելի է տամ Հայր Անտոն։ միշտ։ Ահա։ Փորձությունների մասին որ խոսանք, դիսկուսիա երինք մի քիչ։ Ես այդպես մի միտքը եկավ, որ ամենքը ստեղծված ենք ու ունենք ազատ կամք, ու որպեսի մի բանը ընտրենք, պետք է որ ուրիշ բան էլ լինի, չէ՞ որ Ադամ ու Եվան որպեսի ընտրեին Աստծո կամքը, պետք է որ իդի ծառը լինի դեղ, թե չէ ընտրություն չկա, եթե մենք մենակ խոսքին կրնանք Աստծո կամքը ընտրե, իդիկ ընտրություն չէ, մենք ազատ ենք ստեղծված, ու ինչ որ դու կսիկ չարը կա, իդոր համար որ ընտրությունը իդոր մեջ է, որ կամ ընտրել չարը, կամ ընտրել Աստծո կամքը։ Ու Հիսուսի փորձությունը ինքը մեզպես համ ինքը 100% Աստված է ու 100% մարդ է։ Ուրեմն ինքն է ունի ազատ կամք, ի մտածեցի որպեսի իդի կամքը ինքն է ընտրեր, որ Աստծո կամքը էներ, պետք է ուրիշ բանը մե ելիր, թե չէ ընտրություն չկա։ Ամբողջովին համամիտ չեմ քու մեկնաբանությանը հետ։ Երբ որ գոհսինք ընտրություն չի նշանակել լավ եւ վադի միջև ընտրություն։ Ընտրություն կնշանակի երկու տարբեր բաների մեջ ընտրություն անել։ Երբ որ մենք չարը կընտրենք, սա ընտրություն կարող ենք ասել, բայց մենք անգլերենով մակեցեք բարը միտքս չի գալիս, չարաշահում ենք, երբ որ մենք չարն ենք ընտրում, մենք չարաշահում ենք ընտրության գաղափարը, որովհետև Աստծո ուզածը այն է, որ մենք լավը ընտրենք։ Ուրեմն, նաև, երբ որ այսօր բոյև մեկը, աշխարհականը, ջահելը, տղա կամ աղջիկ կմտածի, արդյոք ամուսնանամ կամ յանքս նվիրեմ Աստծուն։ Սա ընտրանք է։ Երկուքին մեջ սխալ չկա։ Սա իսկական ընտրանք է։ Բայց երբ որ ընտրանքը գլինի, ամուսնացած է մեկը, որ գսե ասկնոջ հետ շարունակեմ կամ թողնեմ ասկինը եւ երտամորշի հետ ամուսնանամ, սա ինքը գարցե որ ազատություն է, բայց իրականության մեջ ինքը չարաշահում է ազատությունը։ Աստծո թեման էլ աշխատելով, Աստծո օրենքին թեմ գործելով։ Աստծո ուզածը այն է, որ Աստված մեզի դալիս է շատ լավ բաներ եւ այդ ամենուն մեջ մենք կարող ենք ընտրություն անել։ Եվ հիմա ավելի բարձ բանմարնեմ, այսօր շաքարախտ ունիս եւ դիմացը տոնդերը դեսակ համով բաներ կան ուտելու, մեկ մասը գիտես որ շաքարիդ համար վատ է եւ մեկ մասը լավ է։ Ընտրություն ունիս,
Ընտրություն պիտի լինի, երբ որ դու ընտրում ես այդ լավ բաները, որ կան, որ շաքարիդ համար լավ է, կան թե ընտրես մի բան, որ շաքարիդ համար վատ է, չէ՞։ Երբ նորնաս Լավ օրինակ էր, շատ սիրուն օրինակ էր, իրոք չունես ընտրություն։ բայց գնաս նել չարը, չէ՞։ Գնաս առողջություն խանգարել։ Ոչինչ, ես հիմա գուդեմ ասիկա վերջի գերտամ մի երձերուկ մգիճանշնայի, որ գուդեր վերջի գերտար մենք ես 2 ժամ բան հեծանիվ բան չի շարժող հեծանիվի վրա մենք ես 2 ժամ կփորձեր այրել այդ գերած կալորիները։ Okay, սա ընտրություն չէ ինձ համար։ Ընտրությունը երբ որ լավ բաներու մեջը կընտրենք։ Եվ ինձ համար կարևոր էր քեզի այդ կետը ասել, Մարիա, որովհետև դու կարծեցիր, որ ընտրությունը անպայման պիտի լինի լավ եւ վատի մեջ։ Ոչ։ Այնքա ցախողություն է ընտրության։ Ընտրությունը լավ բաներու մեջը։ Այո, պրոստը ախր գուզեի պատասխանել ինչի դիծարը կար Էդեմի պարտեզին։ Տես, իրականության մեջը սա մի պատկեր է, մի բանաստեղծություն է, որ խոսում է ծառի մասին, բդողի մասին, մարդիկ խոսին խնձորի մասին, անոնք ամենը բանջը, այլ հոնդեղը կա մի բան և այդ ծառի պատկերը մեզանից յուրաքանչյուրի ամենաբզդիկ և ամենամեծ մեղքն է։ Սա Ադամի և Եվայի մեղքը չէ, սա քու և իմ մեղքն է։ Քու և իմ ընտրությունն է։ Երբ որ մեր առջևը կա մի բան, որ Աստծո բանի համաձայն է, ծրագրի համաձայն է, և ես կընտրեմ հակառակը, հավասիկ սա է այդ սխալ բդողը։ Բայց խնդիրը ինչ է, այդ ծառը ինչի ծառ է։ Գիտության, լավի և վատի գիտության, որ կնշանակե, երբ որ ես որոշում կայացնում եմ, ես ինձ ասում եմ, ես եմ որ պիտի որոշեմ, Աստվածին, ոչ թե դու։ Երբ որ ես ավտո վարում եմ դպրոցական մի տաղամասի մեջը և հոն կրված է 25 կիլոմետր և ես գնում եմ 60 կիլոմետր, ինչ եմ անում։ Ասում եմ, որ Աստված ինձ չի հետաքրքրել օրենքները և մարդկանց բանը առողջությունը և կյանքը։ Ես լավն եմ, ես գիտեմ, ես դերն եմ ավտոյից և ես կարող եմ առանց վտանգի քշել 60, չէ, կամ 80։ Եվ քանի երեխաներ մեռան, չէ, և գմերնին։ Սա է լավը և վատը։ Թուն, երբ որ թուն կորոշես ինչն է լավը, ինչն է վատը, սա է վատը։ Եթե ոչ ընդրանքը պիտի լինի միայն լավ և ավելի լավը։ Բայց երբ որ ես վատը ընտրում եմ, ես երբեք վատը չեմ ընտրել, սա փիլիսոփայական մի գաղափար է, որ մարդս չի կրնար վատը ընտրել։ Ամենավատը, որ ընտրում ես, դու ընտրում ես դա, որպեսզի մի լավ բան քեզի համար այդ վարքյանին։ Հարբած մարդը, որ այդ վերջին բաժակը գիտե, որ չպիտի խմե և վատ է, բայց չէ, ես ավելի լավ գիտեմ, ես սա վատ չեմ համարում։ Ես պիտի որոշեմ, եթե ասկա վատ է կամ ոչ, և գերտամ կխմեմ։ Երբ որ մի ծերունու հետ ասմասին խոսում էի, ասում էր, որ Աստված պետք է մեզ վերցնե այդ ազատությունը, որ ազատ չլինենք։ Ուրեմն ես իրեն
Անմիջապես հարց տվեց եւ ասեցի որ ասեցի նստած խմում ես լավ հարբած ես եւ հավասիկ մի բաժակ կա որ գիտես որ պետք է խմես կցանկանաս որ ասված ամբես նե որ չի կարողանաս խմել սա ոչ ես ազատ բիդլամանի խմելու եւ հոն է սխալ ազատություն է ես եմ որոշողը եւ ինչու ես եմ որոշողը երբ որ կհասկանամ Աստվածաշունչի այդ էջը որ խոսում է այս ամենուն մասին ինչպես ներկայացնում է Աստված այդ ամենը եւ ինչպես սատանան ներկայացնում է ինչ ներկայացնում է սատանան ներկայացնում է ասելով որ ձեր աչքերը պիտի բացվին աստծոպես պիտի լավ դուք պիտի սկսեք որոշել դուք ձեզի համար եւ սա ասելուց առաջ սատանան մարդուն մեջը դնում է կասկածը որ այդ աստվածը որ ասում է մի կեր այս տարից այդ աստվածը քու բարիքդ ուզում է կամ քու ճարիքդ կասկած է դնում բայց աստված երբ որ գարտում ենք այդ առաջվա էջը աստվածաշունչի մեջը աստված ամեն ինչ տալիս է մարդուն եւ ամբողջ բանը աշխարհը տնում է մարդուս ցերկերի մեջը ասում է որ տուն ես դերը տուն դեր դիրական պիտի լասած ամենին աստված ինչ կրնարներ ասկի ավելի ոչինչ կրնարներ բայց հավասիկ սատանան եկավ եւ խապեց կասկած դրավ այդ որդիական հարաբերությունը որ պետք է որ լիներ հոր եւ որդու միջև աստծո եւ մեր միջև այդ որդիական հարաբերությունը կանտեց բայց սատանան չէ որ կանտեց այլ մարդն է որ նախընտրեց եւ մեկ անգամ որ նախընտրեց եւ մեկ անգամ որ բանը մեղքը աշխարհ մտա մեղքի հետը աշխարհ մտա եւ սատանայի քերությունը մահվան քերությունը մեղքի քերությունը այս երեք քերությունները մաս կազմում են մեր քերությունը եւ մենք անկարող ենք այս քերությունից դուրս գալ բացի Հիսուսի Քրիստոսի միջոցով այդ անցիկ որ իրապես ամբողջ իրենց անձը կարողանում են բերել Հիսուսին եւ Հիսուսից խնդրում են որ անպայման օգնիր մեզ եւ նրանք կարողանում են հեռանալ բայց երբ որ մենք խոսում ենք մեր մասին այո չեմ ուզել մեղք գործել բայց մեզ մի օգ որ իրապես չուզել այլևս կարողանա մեղք գործել Քանի օքի գիժանչեք, որ կցանկանա, որ երբեք չի կարողանա սուտ խոսիլ։ Միշտ ինձի որ ես։ Բոլորս ամեն պատմության մեջ ենք, որովհետև բոլորս մեղքի քերիներն ենք։ Հիսուս մեռավ մեզ այդ քերությունից ազատելու եւ ամեն անգամ որ մենք կհաջողենք ոչ ասել սատանային դա միայն Աստծո շնորհքով է Կտեսնենք որքան խորը պետք է երտանք մենք մեր հասկացողության մեջը, մեր ըմբռնումների մեջը, որ այս ամենը կարողանանք յուրացնել եւ երբ որ մենք ուրիշին պիտի տանք, մենք պետք է 40 անգամ ավելի շատ գիտություն ունենանք, որևէ մինուտի շուրջ, որ կարողանանք դա սովորեցնել։ Ինչ որ ուզեք ալինի, ֆրանսերեն բիծարվեցնես, մաթեմատիկա, պետք է կոնե 40 անգամ ավելի շատ գիտենաս, որ անիկա տնես ուրիշին արջև, որ ուրիշը մեջ են
բզիկ բաներ վերցնե։ Եվ որքան կարևոր է ժամանակ չի գործընծնել ավելի եւ ավելի գարտալ Աստվածաշունչը նորեն եւ նորեն գարտալ, բայց գարտալ նաեւ օգնությամբ նորեն գսեմ ես ունդեղ 365 օրվա համար ամբողջ Աստվածաշունչի մասին քրություններ ունիմ եւ ուրիշ շատ բաներ ունիմ ես Աստվածաշունչի մասին եւ նաեւ Այսօր նայեցի Վարդապետ ջան, այնտեղ էլ է շատ քիչ 180 անգամ է նայված просмотр իսկ լսել այդ 360 օրվան քիչ են Սկզբի ժամանակներում ուրիշ էջում էինք տեղադրել, հետո տեղափոխեցինք դրա համար։ Հիմա քիչ է։ Եթե ոչ, 2-3 հազարեն ավելի է։ Հասկացա, ես էլ զարմացա։ Չէ, 2-3 հազարեն ավելի է, բայց նաև ուրիշը գա, որ ոչ մի ցևով չեն կնար մենք բաններ, բայց որովհետև այս ամենը մենք ռադիո Մարիամով դվինք։ Մարդիկ ռադիո Մարիամով լսեցին եւ ռադիո Մարիամով մեզի քրեցին իրենց բաննա հարցերի մասին, իրենց բաննա մտածածի մասին։ Չէ, մի քանի հազար բանա, բայց նորեն քիչ է։ Այս ամենը պետք է թուք թիվ մեկ նայեք եւ հետո ձեր 4 կողմը գրծած նիչապ, որովհետեւ ասիկա մի բան է որ ոնդեղ կա, ես այլոց նույն բանը չպիտի գրկնեմ, բայց սա կգրկնվի։ Նաեւ երբ որ խոսում եմ ռադիո Մարիամի, գիտեք, ռադիո Մարիամը 13 տարի է որ գոյություն ունի եւ ես առաջին տարիներին ամեն օր առնվազն մեկ-2 ժամ նույնիսկ խոսում էի ես ռադիոյից։ Հիմա քանի անգամներ նույն բաները գրկնում են, ինչ որ ես խոսել եմ ասկե 10-12 տարի առաջ։ Հիմա գրկնվում է, բայց չի նշանակի որ նորը չի գա, նորն ալկա։ Այսօր նոր են 45 րոպե, չէ 40 րոպե խոսացի ռադիո Մարիամը։ Եվ մեծ բակի շրջանին նորեն ակին նոր բաներ իրենց կուդամ։ Բայց արդեն ձերացա, շատ շուտ գողոքնիմ, ինչև է։ Ասված որքան որ ուժ դա, ես կշարունակեմ։ Աստծո խոսքի մեկնությունները լսելը նոր եւ հին չկա Վարդապետ ջան, չգիտեցողի համար ամեն ինչն էլ նոր է։ Ուզում է 10 տարի առաջվա բան լինի։ Էհա։ Այո։ Շատ բարի։ Ուրիշ բան կա։ Բարի գիշեր ասեմ։ Բարի գիշեր։ Ասորնությունը ծերետ լինի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, շատ լիակալ եմ։